Շնորհակալություն, թույլ տվեք ես էլ շնորհավորեմ մամուլի ազատության միջազգային օրը, բոլորին եմ շնորհավորում, բոլոր ժանրերի այդ խոսքի վրա, բոլոր ժանրերի, բոլոր ուղղությունների, բոլոր քաղաքական համոզմունքների իմ գործընկերներին, որովհետև բոլորի տոնն է և մենք բոլորս մի գործ ենք անում։ Մամուլի խոսքի ազատության և ժողովրդավարության ողբալի վիճակի մասին խոսվեց և կարծում եմ գործընկերները էլ ավելի շատ կխոսեն, մանավանդ այստեղ ուշադրություն դարձրեք, որ այստեղ հիմնականում լրագրողներ են և իրավաբաններ, իրավապաշտպաններ։ Ես կարծում եմ դա պատահական չի, այսօրվա Հայաստանում այդ երկու խմբերը կանգնած են ժողովրդավարության, պաշտպանության առաջին գծում։ Բայց ես ուզում էի խոսեի ոչ այնքան մամուլի մասին, որքան երեսպաշտության, կեղծավորության, հիպոկրիսի, փարիսեցիության մասին, այն իմաստով, որ դա օգտագործվում է ավետարանում։ Եվ ինչ է երեսպաշտությունը իմ կարծիքով։ Երբ որ դու շատ լավ գիտես, թե ինչ է կատարվում, շատ լավ տեսնում ես, թե ինչ է կատարվում, բայց անում ես պնդումներ, որոնք 180 աստիճանով հակասում են այդ իրականությանը, շատ լավ իմանալով կրկնեմ այդ իրականությունը, և անցմին կուրս քեզ ծեծում, որ ես արժեքահեն եմ, value-based, այսպես ասած, որ ես ինչ-որ արժեքներ եմ դավանում, իրականում ոչ մի value չունես և ոչ մի base չունես։ Այդ դա իմ կարծիքով երեսպաշտություն է։ Վաղ կգան Եվրամիության ներկայացուցիչները և կփառաբանեն Փաշինյանին, որ նա ինչ հոյակապ ժողովրդավարություն է Հայաստանում հաստատել։ Եվ դա հենց փարիսեություն է։ Իշխանության բաժանման տեսության հիմնադիր Շարլ Մոնտեսկյոյի հայրենակիցները փառաբանելու են այն կառավարությունը, որտեղ դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունները որոշում են, թե ով ինչով պետք է զբաղվի հայ առաքելական եկեղեցում, կամ ով պետք է կարգալույծ արվի, ով չպիտի կարգալույծ արվի։ Դա նրանք պաշտպանելու են այն կառավարությունը, որտեղ ֆեյսբուքյան գրառման վարչապետի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցվում են քրեական գործեր։ Տեղական ինքնակառավարման վճռական նշանակությունը շեշտող Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի հայրենակիցները գովերքելու են այն կառավարությունը, որտեղ թիմ ընտրություններում, երբ հաղթում են անդիմության ներկայացուցիչները, իշխանությունը չակերտերով չեղարկում է այդ ընտրությունների արդյունքները և սկսում է քրեական հետապնդումը այդ մարդկանց նկատմամբ, նրանց փաստորեն զրկում է քաղաքական գործունեությամբ զբաղվելու և ղեկավարելու այդ թիմերը։ Ժողովրդավարությունը բնականաբար բազմաթիվ բնորոշումներ ունի, բայց մեկը այն է, որ դա պրոցեդուրա է, դա ընթացակարգ է, որի միջոցով ապահովում է ազատ մրցակցությունը, մարդկանց ձայների համար ազատ մրցակցությունը։ Դա ամենաէլեմենտար, ամենամինիմալ պահանջն է ժողովրդավարության, որը ձևակերպել է Շումպետերը, Յոզեֆ Շումպետերը։ Եվ Շումպետերի հայրենակիցները գալու են Հայաստան և գովերքելու են այն կառավարությունը, որը ընտրություններից 2 ամիս առաջ փոխում է ընտրական օրենսգիրքը և որը բանտերում է պահում հիմնական անդիմադիր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներին։ Երբ
ԵՄ ներկայացուցիչները պնդում են վայ, խեղճ Փաշինյան, հեսա Կրեմլը ռուսները նրանք ուտեն, եկեք պաշտպանենք Փաշինյանին եւ այդպիսով պաշտպանենք նաեւ ժողովրդավարությունը, այդ հիպոկրիսին միշտ conspiracy կողքն է լինում, դավադրության տեսության կողքն է, ձեռքի, այսպես ասած, սեղմած են գնում։ Ես ասում եմ, որ դա երեսպաշտություն է, որ դա սուտ է, որովհետև Պուտինի գլխավոր համախոհը, կարելի ասել աշակերտը Հայաստանում հենց Փաշինյանն է։ Երկուսն էլ ընտրությունները վեր են ածում ֆարսի, երկուսն էլ ստեղծել են կարծր ավտորիտար ռեժիմ, բայց մի դեպքում ԵՄ ներկայացուցիչները այդ ռեժիմը տեսնում են, մյուս դեպքում չեն տեսնում։ Երկուսն էլ փորձում են մարգինալացնել բոլոր տեսակի իրենց ընդդիմախոսներին, մի դեպքում հայտարարվում են ինոագենտներ, մյուս դեպքում հայտարարվում են Կրեմլի շպիոններ, ռուսի շպիոններ, Կրեմլի ագենտներ եւ ռուսաստրուկներ։ Դրանք նույն ռեժիմներն են, սակայն մեկը մյուսից պետք է իբր պաշտպանվի։ Մի քանի տասնյակ փաստերից բնականաբար կբերեն գործընկերները եւ բերել են, ես ընդգծել եմ մի քանիսը։ Այս պայմաններում մամուլի աշխատանքը բնականաբար շատ բարդ է։ Հետապնդումները, որը կան նաև այստեղ ներկա լրատվամիջոցների ղեկավարների, լրատվամիջոցների նկատմամբ խոսքը հրապարակի եւ 168 ժամի մասին է, դրա մասին ես կարծում եմ նույնպես մեր գործընկերները կխոսեն, բայց եթե ինձ հարցնեք, ինչն է իմ նյարդերին ամենաշատը ազդում։ Երբ որ իշխանության ներկայացուցիչներին որևէ լրագրող անհարմար հարց է տալիս, նրանք այդ հարցերին չեն պատասխանում։ Նրանք սկսում են լավագույն դեպքում դասախոսություն կարդալ, թե ինչպիսին պետք է լինի ազատ լրագրողը եւ ինչպիսին պետք է լինի իրենց հարցը, այսինքն լրագրողների հարցը։ Իրենց վրա են վերցնում այդ դասախոսություն, վատագույն դեպքում սկսում են հարձակվել եւ հայհոյել։ Այդպիսով ես պարզապես ուզում եմ կրկնել այս կարգախոսը. Stop hypocrisy, stand for democracy. Շնորհակալություն։